այն մարդով կարա հանրային կերպով խաբել եւ լինել ինչ-որ մեկի պրոյեկտը մեր միջավայրում այնտեղ որտեղ ես մեծացել եմ, այն շրջապատը, որ ես ունեմ, շատ անբարոյական մարդու համբավ ձեռք բերի եւ իմ դեպքում դա բացառվում է։ Ուղղակի հանրային կյանքում շատ քիչ են ինձ ճանաչում, դեռ ասում ղեկավարել եմ ընդհանուր բժշկական հիմնարկ եւ մի գուցե կասկածներ միշտ կարան լինեն, բայց այն մարդիկ, ովքեր ճանաչում են, վստահ կարող եմ ասել, որ կբացառեն նման բան, ընդհանրապես ասում դա բացառվում է իմ դեպքում։ Այսինքն պատճառել չկա, իմ բովանդակությունը, իմ էությունն է այնպես է, որ նման բան բացառվում է իմ դեպքում։ Շատ լավ, հիմա դուք ոնց որ ավելի շատ առաջարկում եք երրորդ ճանապարհ, այսինքն ոչ նախկինների հետ կապ ունեք, ոչ ներկաների հետ գաղափարական նույնություն ունեք եւ կապ ունեք։ Որն է այդ, եթե դա կարելի է անվանել երրորդ ճանապարհ, որն է այդ երրորդ ճանապարհը։ Ինչպես եք պատկերացնում, որովհետեւ տեսեք, շատ հասարակության մի լայն շերտ կա, որ կարծում է, որ պիտի եկող իշխանությունը, եթե Փաշինյանը չի, պիտի գա ու պատժի քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին, Արցախի հետ կատարվածի վերաբերյալ, հա, եւ կա քաղաքացիների մի շերտ, որ ասում է պիտի մարդիկ գան, կամ Նիկոլը պիտի մնա իշխանության, կամ գան մարդիկ իշխանության, որտեղ Նիկոլը ոնց որ չկարողացավ նախկիններին պատժել, պիտի գա պատժի, թալանը հետ բերի, կուլակաթափ հանի դրանց հիմա որտեղ եք դուք լուծումը տեսնում ես հարցում։ Ես իրականում այդ թալան ասվածը բազմիցս էլի արդեն եղել է խոսել եմ, ինքը ինչ է, բոլորս գիտենք, որ 18 թվականից առաջ եւ 18 թվականից հետո որոշ ժամանակ հետո նույնպես սկսվեց այդ կոռուպցիոն մեծ սխեմաների, կոռուպցիոն մեծ պրոցեսները, որը իրականում բոլոր գիտակից մարդկանց համար դա անկալելի չի եւ հասկանում են, որ դա երկիրը լավ ճանապարհով չի տանում։ Բայց երբ որ վերլուծում ես, ուզում ես հասկանաս այդ որտեղից է եկել, հասկանում ես, որ ինքը ավելի շատ դա կոմունիստական ժամանակաշրջանի 80-ականներից սկսած ինչ-որ մի պրոցես էր, որ երբ որ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, այդ որոշակի առումով ձեռքերը ավելի ազատություն ստացան իշխանությունները եւ այդ պրոցեսը ավելի խորացավ։ Եվ այսինքն ես ինչի համար եմ սենց խորքային ուզում բացատրել, որ ինքը ոչ թե կապված է կոնկրետ ինչ-որ երկրի ղեկավարի հետ, չգիտեմ, առաջին նախագահ, երկրորդ, երրորդ, այլ եկել է 70-ականներից որոշակի պատմություն ուսումնասիրելով, հասկանում ես, որ այդ արատավոր երևույթները սկսվեցին սովետական միության 80-ականներում շատ դուրս խորացան եւ դրա ավանդույթ էր եւ ասենք այդ բոլորս գիտենք, հարազատներ ենք ունեցել, որ պետական միակ լավ ապրելու ճանապարհը այդ ժամանակաշրջանում պետական ինչ-որ պաշտոնյա լինելն էր եւ այդ ավանդույթները շատացավ եւ երբ որ այդ վերևից եկող Մոսկվայի ձեռքը մի կողմ քաշվեց, այդ ավելի խորացավ, այսինքն անկախության ժամանակաշրջանում եւ այդ մեր պետական այրերը ինչքան էլ լինեին հայրենասեր, այդ առումով շատ գործողություններ չարեցին կամ ընդհանրապես չարեցին եւ ինքը մի հատ մեծ հանրության գիտակից մարդկանց մոտ մի հատ մեծ ընդդիմություն, ոնց ասեմ, մի դժգոհություն, մեծ դժգոհություն առաջացավ, որը կամաց կուտակվեց, դրան գումարվեց նաև այդ ընտրությունների կեղծելու տպավորություն ասեմ, թե իրականություն ասեմ, իմ մոտ տպավորություն է եղել, որ ընտրությունները կեղծվել են իրականում։ Եվ այդ ամեն ինչը բերեց նրան, որ եղավ 18 թվական, բայց մենք այդ ամեն ինչը այդ կոռուպցիայից, ընտրությունների կեղծումից խոսում ենք այն ժամանակ, երբ որ գիտենք, որ ունենք երկիր, այսինքն առաջնայինը կար, խոսում ենք այն երկրորդային, երրորդային երկիրը զարգացնելու ներքին հարցեր ոչ մեկ չէր պատկերացնում։ Նամանավանդ բոլորս այդ նույն տեսաերիզներով տեսնում ենք, թե ինչ խոսույթ ուներ նույն Նիկոլ Փաշինյանը կամ նրա շրջապատի մարդիկ, նույն Արցախի հետ կապված կամ մեր ընդհանուր իրենց գաղափարները, մեր ազգի, մեր ազգային արժեքների միասնականության հետ կապված, բայց 170-աշճան ամեն ինչը դավաճանել են այդ գաղափարներին, թե ձև են տալի այն ժամանակ, որ այդ գաղափարներն ունեն։ Ես իրական տարբեր կարծիքներ կա, երբ որ ընկերական շրջապատում քննարկում ես, բայց իմ կարծիքով իրանք իրանց բնույթով այդ գաղափարները պահելը, գաղափարական մարդ լինելը, այդ մեծ ջանք, եռանք, աշխատանք եւ կամք է պահանջում, այսինքն բազմաթիվ մարդկանց մոտ կա այդ տպավորությունը, որ իրանք ինչ-որ գաղափարի են հավատում, բայց երբ որ գալիս է մի հատ դժվարություն, արագ փոխվում են։ Իրան այդ պայն միգուցե թվացել է, որ ինքը այդ գաղափարի կրողն է, բայց կամքը պետք, ջանք ու եռանք, աշխատանքը պետք, ունակությունն է պետք, որ դու այդ գաղափարի հավատարիմ մարդ մնաս։ Իրանք չունեն այդ ամեն ինչը, իմ կարծիքով։ Եվ հիմա իսկ պատերազմից հետո առավելևս սկսեցին հարմարվել այն իրողություններին, որը կար։ Ու այդ աստիճանական process-ը եկանք հասան 26 թվական, երբ որ ինքը երկիրը հանձնած, երկրի մի մասը հանձնած, պարտված, բազմաթիվ զոհեր բերած մարդը մեր թշնամի պետության ղեկավարի հետ գնում է մրցանակ ստանում, ու ասենք այդ պատմությունը եթե 19 թվականին պատմեիր, ծիծաղալու կթվար, կամ կմտածեին դու ես աննորմալ, նույնիսկ իրանց մոտ ծիծաղ կառաջացներ, բայց աստիճանական բերեցին հասցեցին դրան։